43 համաշխարհային ռեկորդ, աշխարհի առաջնությունների 7, Եվրոպայի 5, օլիմպիական 1 ոսկե մեդալներ։ Սա հայկական սպորտի դյուցազնի լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի պատմությունն է, որտեղ նվաճումները ամփոփվում է սովորական թվերով, բայց մեծ գին են արժեցել իր մարզիկի համար եւ փառքի պսակ դարձել հայ ժողովրդի կյանքում։ Տարիներ շարունակ Յուրի Վարդանյանը եղել է Հայաստանի Խորհրդային Միության եւ աշխարհասփյուռ հայերի հպարտությունն ու ուժի խորհրդանիշը։ Նա օրինակ է դարձել շատ երիտասարդների համար։ Նրա շնորհիվ ծանրամարտն ավելի հանրահռչակվեց մեր երկրում։ Նրա հաջողություններն ու հաղթանակները մշտապես ոգևորել ու ուրախություն են պարգևել բոլորին։ Նա այն անհատն էր, որ կարողացավ ապացուցել մարդկային հնարավորություններն ավելին են, քան կարող է թվալ։ Ինքը արել այն, որ շատ մարդիկ երազային անեին անգամ իր մոտապես 80%-ը, այն կիլոներն է բարձրացել, որը մինչև առեսօր անհասանելի են մարզիկների համար։ Եղել է սաղիս համար ինքը լեգենդ եւ մենք նայելով իրան ցկտել ենք, որ մենք էլ դառնանք հաղթենք։ Ունի 111 ոսկե տարբեր պարգևներ, ունի մոտ 43 համաշխարհային ռեկորդների ռեկորդներ։ Յուրի Վարդանյանը մեծացել է խիստ, բայց արժեքների ջատագով ընտանիքում, որտեղ առաջնային է եղել կարգապահությունը, ազնվությունն ու պատասխանատվությունը։ Հայրը երկար տարիներ աշխատել է երկաթուղում, ուստի պատահական չէ, որ Յուրին էլ 1973-ից 1974 թվականներին աշխատել է վագոնային դեպոյի հրահանգիչ։ Եվ հենց հայրն է սեփական օրինակով որդուն սովորեցրել, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարել բարեխղճորեն ու նվիրմամբ։ Ընտանեկան դաստիարակության շնորհիվ Յուրին ձևավորվել է որպես պատասխանատու, նպատակասլաց ու մարդասեր անհատ։ 1974 թվականի 5 թվականի երիտասարդական երիտասարդական առաջնությունը լոկոմոտիվ մարզական միության կազմում հանդես եկավ ու կարավեց սովետական միության առաջնությունում երիտասարդների 4-րդ տեղը։ Ուրեմն այդ ժամանակ գլխավոր մարզիչը լոկոմոտիվի հայր Գեր Հակոբյանն էինք ասում։ Ուրեմն նա միշտորտեց Յուրիգին, դե 4-րդ տեղն ենք։ Վերցնել հավաքականի կազմ։ Վերցրեցին հավաքական կազմ, այդ կար ժամանակի շրջան մոտ 20-30 կիլոգրամ միանգամից արդյունքի առաջխաղացում ունեցավ։ Ու 1975 թվականի շոյտնիչնով Սովետական հավաքականի կազմում արդեն մասնակցեց աշխարհի առաջնությանը, այդ ժամանակ առաջին անգամ երիտասարդների աշխարհի առաջնություն մտցրեցին, այդ չկար։ Ու ինքը դարձավ չեմպիոն։ Ու դից սկսեց եւ մարզական ամբողջ հաջողությունը։ Յուրին մանկուց սիրել է սպորտը եւ միաժամանակ զբաղվել է մի քանի մարզաձևով։ Ի վերջո նախապատվությունը տալով ծանրամարտին։ Այդ ընտրության հարցում իրենց ազդեցությունն են ունեցել հաջողակ մարզիչ Սերգեյ Վարդանյանը, Յուրիի հորեղբայրը եւ աշխարհահռչակ ծանրորդ Դավիթ Ռիգերտը, որը պատանի տղայի որդն էր։ Նա դեռ տեղյակ չէր, որ տարիներ անց պետք է գերազանցի Ռիգերտի սահմանած եւ մի քանի տարի անսասան մնացած համաշխարհային ռեկորդը։ Մինչ վաստակած ձեռքբերումներն ու համաշխարհային համբավը Յուրի Վարդանյանն իր առաջին քայլերը սկսել է 1970 թվականից 14 տարեկանից հորեղբոր ճանաչված մարզիչ Սերգեյ Վարդանյանի մոտ, ով Յուրիի մեջ արդեն տեսնում էր ապագա չեմպիոնին։ Պարապմունքներն անցել են Գյումրու փոքրիկ ու կիսամութ մարզադահլիճում, Գորկի փողոցում։ Մինչ ծանրամարտը հետաքրքրված է եղել նաև վոլեյբոլով, անգամ հրավիրվել է Հայաստանի պատանեկան հավաքական, սակայն նա նախընտրել է մնալ իր փոքրիկ սենյակում, որտեղ անցկացրած երկար ու դժվար ճանապարհի շնորհիվ էլ հետագայում իր անունն է կնքել համաշխարհային մարզական լեգենդների շարքում։ 1980-3 թվականը Սովետական միության առաջնություններ, դա կար Յուրի Զախարևիչ։ Յանից 7 տարի փոքր էր, բայց մեծ արել է արդյունքերանում քաշ ավել։ Կատակով ասես թե Յուրա
Ինչու չես քաշը փոխում, յան չես կամարցել դեսել վախենում ես, սա վախենում եմ։ Բայց գնացի Սարատով էր կարծանարցուն է, գնացի Սարատով, յուրան կշերով 200-300 գրամ ավել քաշով, դրա քաշային կաշկ անդես կարը։ Ուտեղ դրա կերեց։ Ընդամենը 10 տարեկան է եղել, երբ մարզումների ժամանակ նոկաուտի է ենթարկել հորեղբորը։ Բավական թեժ էինք պայքարում։ Իհարկե, թողնում էի, որ նա իրեն լավ զգա, բայց չէի սպասում, որ կկարողանա դեմքից նման հարված հասցնել։ Միայն հատակին հայտնվելուց հետո հասկացա, թե ինչ էր պատահել։ Պատմել է Սերգեյ Վարդանյանը։ Ինքը համարվում էր ամենա ստաբիլ մասնակցող մրցաշարին, մարզիկը ոնց է գնահատական ստանում, որ ինքը լինում է ստաբիլ։ Չի լինում մի մրցմանը վատ մասնակցեց, մեկին լավ մասնակցեց, մի մրցմանը մեկ մոտեցում չէ, ստաբիլությունը դա բերում է մարզիկին այդ գնահատականը, որ աշխարհի կողմից տրվում է։ Ինքը շատ միշտ ստաբիլ մասնակցել է, շատ գեղեցիկ մոտեցումները կատարել է, համը 7-ակի աշխարհի չեմպիոն է, եւ իմ կարծիքով ինքը կարող երրակի օլիմպիական չեմպիոն լիներ։ 84 թվին, եթե Սովետը մեկներ ԱՄՆ մասնակցել օլիմպիական խաղերին, Յուրի Վարդանյանը հաստատ կլիներ էլի հաղթող։ Իր առաջին պաշտոնական մրցման ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում, Յուրին գրավել է 4-րդ տեղը։ Գնացքով Գյումրի վերադարձի ճանապարհին գրեթե ոչինչ չի խոսել։ Երբ գնացքը մոտեցել է հարազատ քաղաքին, հայացքը կտրել է պատուհանից ու բարձրաձայնել. «Կտեսնեք, ես չեմպիոն եմ դառնալու»։ Մարզիկը հաճախ է խոստովանել, որ հետագայում ձեռք բերած հաղթանակներն ու անհամար մեդալները չեն կարողացել մոռացնել տալ իր մարզական ընթացքի ամենասկզբում ստացած պարտության դասը։ Նա հուսահատվելու փոխարեն այդ դրվագն ընդունել է որպես սխալները վերանայելու, մարզումների հանդեպ ունեցած նվիրվածությունը կրկնապատկելու փորձ։ Հասկանում էր, որ առանց ընկնելու հնարավոր չէ վեր բարձրանալ։ Այնքան մեծ դեր է ունեցել մեր ազգի երկրի ճանաչողության առումով, որպեսին թողից ներեն մեր դիվանագետները, բայց երևի թե ոչ մի դիվանագիտական կորպուս մեզանում այդքան դեր չի ունեցել, ինչքան Յուրի Վարդանյանը, որքան ունեցել է Հրանտ Համազասպի Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Տիգրան Պետրոսյանը։ Ես կարող եմ հիմա անվերջ թվարկել առաջին մեծության հայ բոլոր աստղերի անունները, ովքեր իրենց արժանի ներդրումն են ունեցել մեր փոքրիկ ազգի, փոքրիկ երկրի ճանաչողության, երկրի ազգի ժողովրդի ճանաչողության առումով։ 1976 թվականին Մոնրեալում կայանալիք օլիմպիական խաղերում Վարդանյանին չեն ընդգրկում։ Սա լուրջ մարտահրավեր էր ծանրորդի համար։ Մարզիկ հորեղբայրը որոշում է, որ միջին քաշային կարգի ոսկու հիմնական հավակնորդներ Վարդան Միլիտոսյանն ու բուլղարացի Յորդան Միտկովը ծանրաձողը կբարձրացնեն Կանադայում, իսկ Յուրին Գյումրիում։ Արդյունքում Յուրին զգալիորեն ավելի է բարձրացնում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Միտկովից եւ արծաթե մեդալակիր Միլիտոսյանից։ 80-ականներին իմ կարիերայի միջնամասն էր։ ԽՍՀՄ-ի հավաքականում 1975 թվականից եմ սկսել հանդես գալ։ Այդ ժամանակ էլ առաջին լուրջ հաջողությանս եմ հասել։ Ռեկորդներ եմ սահմանել ու առաջին տեղը գրավել։ 2 տարի անց արդեն մեծերի աշխարհի չեմպիոն էի։ Հաջողությունս կրկնեցի 6 տարի շարունակ, ապա աշխարհի ոսկի նվաճեցի 1 տարվա ընդմիջումից հետո 1985 թվականին, պատմել է ծանրորդը։ Մասնագետներս գտնում ենք, որ Յուրի Վարդանյանի ձեռքբերումները հայաստանյան եւ համաշխարհային ծանրամարտի դպրոցի անկրկնելի հիմնարար, անվիճելի մասնիկն է կազմում։ Յուրի Վարդանյանի աստեղային ժամը եկավ 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ, որի ընթացքում նա 5 անգամ սահմանեց համաշխարհային նոր
ռեկորդներ։ Բոլոր ժամանակներում նրա մարզական սխրանքների մասին խոսելը միշտ եղել է արդի եւ պահանջվող։ Դրա արդյունքում պետք է ասել, որ շատ հիշատակություններ կան մարզաշխարհի ոլորտում նրա գործունեության վերաբերյալ։ Ես հատկապես կուզեմ ցանկադամ ուշադրությունը արժանացնել, որ նրա մարզական սխրագործությունների ամենամեծ արժեքը դա սերնդի բարոյաֆիզիկական դաստիարակության մակարդակում անփոխարինելի գործոնն է, այդպես են համարում են սպորտի մասնագետներս։ Օլիմպիական խաղերն առաջին անգամ պետք է կայանային Մոսկվայում։ Յուրի Վարդանյանին վիճակված էր մրցել Բլագո Բլագոյևի հետ։ Երկուսն էլ իրենց ելույթը սկսում են 165 կիլոգրամից։ Դա նախորդ օլիմպիական ռեկորդից ավելի էր 2.5 կիլոգրամով։ Երկու մարզիկների կողմից էլ առաջին փորձը հեշտությամբ հաղթահարվում է։ Բլագոյևի երրորդ հաջող փորձը գրանցում է 175 կիլոգրամ։ Վարդանյանը պատվիրում է 177.5 կիլոգրամ։ Կենտրոնացած մոտենում է քաշին ու պահում գլխավերևում։ Դա միջին քաշային կարգում առաջին համաշխարհային ռեկորդն էր։ 1984 թվականի օլիմպիական խաղերը պետք է լիներ Ամերիկայում, ցավոք վնաս մեծ տեղի չունեցավ եւ մենք այլ մրցման մասնակցեցինք եւ ես սահմանեցի երկու համաշխարհային ռեկորդ։ Դեռ Յուրիկի օրը մի քանի օր հետո դե մոտիկ ացավ շնորհավորեց, որ ռեկորդներ սահմանեցի, եկել ասեց ապեր, բա որ դու այդքան բարձրացրեցիր, ես ինչքան եմ բարձրացնելու, այդ նույն օրը Յուրիկը սահմանեց 5 համաշխարհային ռեկորդ։ Ուժեղ մրցակցի հետ մենք սարեր կշարժենք։ Սիրել է կրկնել Սերգեյ Վարդանյանը եւ չէր սխալվել։ Երբ ասպարեզում նոր մրցակից էր հայտնվում, Յուրին ավելի մեծ նվիրումով էր մարզվում։ Նրանցից հերթական օլիմպիական խաղերի նախօրեին բուլղարացի Բլագոյ Բլագոյևն էր։ Վարդանյանի համար չափազանց հաջողակ տարի էր նաև 1977 թվականը, երբ նա համաշխարհային ռեկորդով հաղթեց ԽՍՀՄ-ի առաջնությունում, նվաճեց գավաթն ու անհատական պայքարում հաղթեց բուլղարացի Յորդան Միտկովին։ Այդ հաղթանակից հետո Միտկովը խոստովանել էր. հիմա, երբ միջին քաշային կարգում թագավորում է Վարդանյանը, բոլոր հույսերն անիմաստ են։ Այդ միջադեպից հետո նա նույնիսկ թողել էր ծանրամարտը։ Ես ցավոք սերդին ցավում եմ, որ ինքը շատ չվայելեց իր կյանքը, այդ ռեկորդները, այդ վստահելու անունը, դա կրդինքը, դա դժվար է իրան եղել ու ուզենայի, որ ինքը դրանից հետո ավելի ոնց որ վայել է հանգիստ է։ Իսկ 1978 թվականին, երբ Յուրին պատրաստվում էր Գեթիսբերգ քաղաքում կայանալիք կարևոր մրցումներին, հորեղբոր հետ բարձրանում է Արագած լեռան գագաթ, այնտեղ իր հաղթանակների համար նախապես կարմիր դրոշ ամրացնելով։ Ինքնավստահություն ուներ, որովհետև գիտեր, ինչ աստվածատուր շնորհով է օժտված եւ գիտեր, թե որքան ջանք է գործադրել այդ շնորհը կատարելագործելու հարցում։ Նա այդ տարի ճանաչվեց լավագույնը։ Նրա ունակություններն իսկապես շատերի զարմանքն էին հարուցում, որովհետև Յուրի Վարդանյանը ոչ միայն հսկայական կիլոգրամներ էր բարձրացնում, այլև հիանալի ցատկեր կատարում։ Ծաղկաձորում հավաքների ժամանակ նա տեղից ցատկել էր 3 մետր 65 սանտիմետր։ Այդպիսի ցուցանիշ անգամ ատլետները չունեին։ Նա գերազանցում էր նաև երկրի լավագույն արագավազորդներին 30 ու 100 մետր վազքում։ Երբ մարզիչին Սերգեյ Վարդանյանին հարցնում էին Յուրիի գերբնական առանձնահատկության մասին, նա պատասխանում էր. Յուրին ծանրաձողը բարձրացնում է գլխով։ Նա շարժման ամեն հատվածում լրացուցիչ հնարավորություններ է փնտրում։ Շատ մարզիկներ պոկումը միայն մկանների հաշվին են կատարում, իսկ Յուրին ոտքերի ու մեջքի մկանների պայթուցիկ աշխատանքի շնորհիվ։ 2000 թվականին էր Թուրքիայում տարի ծանրամարտի պատմությունն էին ամփոփում եւ այդտեղ միջոցառում կար, որոշելու էին տարբեր նոմինացիաների մարզիկներ կային եւ որոշելու էին տարի լավագույն մարզիկ եւ այդ նոմինացիաներից մեկը նաեւ Վարդանյանը ճանաչվեց տարի լավագույն որպես համայնիչ մարզիկ։ Հիշում եմ, իր խոսքերն եմ հիշում, խոսում ենք, ինքը ասում էր մարզիկը ոչ միայն պետք է ուժեղ լինի, նաեւ պետք է լինի սիմպաթիայով, էլի, ու ինքը մրցանակին արժանացել է։ Այդ հուժկու թիկնեղ մարզիկը շատ է սիրել դասական երաժշտություն։ Պատմում են, որ 1978 թվականի աշխարհի առաջնությունից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ նա նստել է դաշնամուրի դիմաց ու առանց նոտաների նվագել Բախի ու Մոցարտի գործերից։ Հավաքածները, որոնք ժամեր առաջ տեսել էին համաշխարհային ռեկորդներ սահմանողին, զարմացած լսել են նաև նրա լավ կատարումը։
Բոլորը տեսնում ու հասկանում էին, որ համաշխարհային ծանրամարտի երկրակամարում փայլատակում է մի նոր ու ինքնատիպ աստղ։ Հաղթաշքերթը չէր ավարտվում։ Մեկը մյուսի հետևից հաջողություններ էր գրանցում, նոր մեդալների արժանանում, ցուցադրելով միանգամայն նոր մարզավոճ ու ձեռք բերելով հազարավոր երկրպագուներ։ Նա դարձավ առաջին մարզիկը, ով երկամարտում անցավ 400 կիլոգրամի սահմանը։ Ուրեմն մոտ տպավորվել է երկու հաջողություն Յուրի Վարդանյանի մրցություններից։ Մեկը 1970 թվականի օլիմպիական խաղերն էր, մինչև առաջնությունը միջին քաշային կարգում 400 կիլոգրամ երկամարտի արդյունքը ցույց չէին տվել, բավականին ցածր էր եղել ու վերջի արած իր ռեկորդն էր, հասել էր 392 կիլոգրամ եւ նրան մինչև մրցությունները ասում էին հնարավոր է շեմահատել, էլի մարդկային ուժ հնարավոր է այդ շեմահատել եւ նա խոստացել էր որ կանի ու ինքը օլիմպիական խաղերի ժամանակ 400 կիլոգրամը 6-րդ մոտեցումով պահեց 5 համաշխարհային ռեկորդ սահմանեց մի մրցությունների ընթացքում ու գիտեք որ ներդրքի որ ինքը իրանից հաջորդ բարձր քաշային կարգերում երկու քաշ ավելի նույն արդյունքով կարող էր հաղթել։ Ինքը դա իրոք սենսացիոն հաջողություն էր, սենսացիոն սումա էր երկամարտի արդյունքը եւ ու մյուս տպավորիչը նաեւ 4 տարի հետո 1974 թվականին երբ բարեկամություն առաջնությունը կայացավ Բուլղարիայում, հիշում եք, այդ ժամանակ քաղաքական պատճառներով խորհրդային միությունը չէր մասնակցում Ամերիկայում օլիմպիական խաղերին, զուգահեռ անցկացրեցին բարեկամություն առաջնությունը եւ այդ ժամանակ Յուրի Վարդանյանը 50 կիլոգրամը օլիմպիական չեմպիոնից ավել արդյունք անեց, ելի 5 համաշխարհային ռեկորդ սահմանեց, դարձնելով 405 կիլոգրամ, որը մինչև օրս այդ միջին քաշային կարգում գերազանցող չի եղել։ Նրանով հպարտանում էր աշխարհի ցանկացած ծայրում ապրող ամեն հայ։ Նրա մասին հիացմունքով խոսում էին հատկապես գյումրեցիները, Յուրի Վարդանյանին դարձնելով իրենց զավակների կյանքի ամենավառ օրինակներից մեկը։ Իմ հայրը Յուրի Վարդանյանի նույն Բակալենն են եղել, ընդամենը 2 տարվա տարբերություն եւ իրար հետ մասնակցել են մրցումների, եղել են հավաքների, նաեւ սովորել են Երևանի ֆիզկուլտ ինստիտուտում եւ նրա պատմություններից են մեզ շատ լսել, ինչպես նաեւ նրա մասին կա Սասունցի Դավիթը ֆիլմը, ես տանը հիշում եմ նաև կար իրականությունը թե ֆանտաստիկա, հիշում եք այդ գիրքը եւ նրա մասին այսպես ես վառ պատկերացումներ ունեցել եմ, իր կենսագրությունը ուսումնասիրել եմ եւ նաև դա էլ է եղել, որ ինձ խտան է հանդիսացել, որ զբաղվեմ ծանրամարտով։ Ոգևորված լինելով Յուրի Վարդանյանի համաշխարհային հաջողություններից ու հռչակից, բազում գյումրեցիներ փորձում էին իրենց երեխաներին նրա նման դարձնել։ Նրա անունը դարձել էր ոչ միայն լավագույն մարզիկի, այլև քաղաքի հպարտության խորհրդանիշ։ Գյումրեցիներն իրենց սրամտություններում եւ զվարճախոսություններում հաճախ էին հիշում Յուրիկին որպես անգերազանցելի լեգենդ, թեև ինքը մարզիկը չի սիրել, երբ իրեն այդպես են անվանել ու վերաբերվել, նախընտրելով ամենասովորական դերն ու դիրքը։ Իր անունը ոգեշնչում է երեխաները ոգեշնչում են, բոլոր գյումրեցիներն էլ գիտեն իր հարցումները, իր անունը ոգեշնչում է բոլոր երեխաներին, մեզ էլ հետ է։ Յուրի Վարդանյանի դպրոցը իր անվանը հավատարիմ է մնացել մինչև հիմա, մինչև այս պահը եւ տվել է բազում չեմպիոններ, կարամօրինակներով բերել Տիգրան Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը, աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Սերգո Չախոյանը, Խաչատուր Քյապանակցյանը, աշխարհի ռեկորդագիր ու մի շատ մարզիկներ։ Քաթարում աշխարհի առաջնությանն էինք, Յուրի Վարդանյանն էր եկել, հանդիսատեսու նստած էինք, ծանրքաշ այդ ժամանակ Անդրեյ Չմերկին կար, ինքն էլ երակի աշխարհի չեմպիոնա, օլիմպիական չեմպիոնա, ինքը տեղից վեկացավ, ես նստած է Յուրի Վարդանի կողքը, իրար հետ նստած էինք, մոտիկացավ, ասես կարելի է ձեր ձեռքը սեղմեմ, որտեղ դուք լեգենդ եք եւ մենք միշտ հիացել ենք ձեզանով։ Դա ամենամեծ գնահատականն է, որ մարզիկին տրվում է։ Յուրի Վարդանյանն իր դյուցազնական կերպարը հաստատեց նաև Արմեն Վաթյանի սցենարով ռեժիսոր Գրիգոր Գերդուշյանի նկարահանած «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմով մարմնավորելով Սասունցի Դավթի կերպարը։ Հերթն իմն է, աշխարհ զորով է թե հերթով։ Դավիթ ես կենեգը խնդրվիմ, օխտը ժամանակ տուր ինձ, երտան վրանի տակ պարգիմ, դու կաս ինձ իզարգես։ Գնա պարգի։
Ֆիլմը, որ մինչ այսօր սիրված ու սպասված է, Սասունցի Դավթին նմանվել ձգտող մի տղայի մասին է, ում երազանքն է տեսնել Սասունցի Դավթի արձանը։ Եվ մի օր, ընկնելով այդ նվիրական երազանքի հետևից, ծնողներից գաղտնի ճանապարհվում է դեպի Երևան։ Տղային իր երազներում ոգևորող Դավթի կերպարը, որ հիանալի կերպով մարմնավորել է Յուրի Վարդանյանը, շատ համահունչ է էպոսի դյուցազնական հերոսին։ Երբ որ ինքը այդ ֆիլմի մեջ է նկարահանվում է, ես երկրորդ երեխային սպասում ու չէի գնացել, բայց ինքը գնացել է մեծ տղայիս հետ այնտեղ։ Իրանք նկարահանումներ անում են, ինչքան որ հիշում եմ, բանում այդ Եղեգնաձորի մոդերը։ Ու ես հիշում եմ այդ պատուհանը բացում եմ, նայում եմ ինքը ձի վրա է։ Ոնց որ դենց անսպասելի է։ Որովհետև նախ ձի վրա էլ է ամեն մարդ չի նստում, պլյուս այդ սուրա ունեցել է, նենց ծանր է, բայց երևի ռեժիսյորը դրա համար է իրան ընդրել, որ ուժը տեղն է, իրան սազում է այդ ռոլ։ Վարդանյանը աշխարհի առաջնությանը վերջին անգամ մասնակցել է 1985 թվականին ու դարձյալ հաղթանակը գրանցել։ Նույն թվականին նա ընտրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ ու սկսել զբաղվել քաղաքականությամբ։ Որ ինքը դարավ դեպուտատ, Հայաստանի Գերագույն դեպուտատ։ Դեռ հավաքտել տեղի ունեն, մարզիկները կանգնում են առանձին, Արավյանը Պաստրայանը։ Մարզիչները դեմը, ու ներկայացնում են մարզիչները ամբողջ օրվա պլան։ Ու հարցեր պահանջում, դարեք ինչ հարցեր ունեք, շփում եք արջ մարզիչները։ Մի Յուրիկը անհարմար արտասովետականության, Հայաստանի Գերագույն դեպուտատ է, ասում է գիտինի ավակ, Յուրիկյան արի կողքի հետ կանգնի ամոթը, չէ ասում, իմ տեղը սովորպես մարզիկ տեղ է, ուրիշ է։ Դերից արդեն կզգաս, որ այդ համեստությունը, այդ կարգավիճակի տեր լինելը ամենակարևոր բանն էր։ Յուրին իր կնոջ Էլայի հետ ծանոթացել է մարզական հավաքների ժամանակ, ընկերացել են։ Ամանորին Գյումրի է հրավիրել եւ սկսվել է նրանց սիրո գեղեցիկ պատմությունը։ Նոր տարի մոդիկ Լիսբորը, դե գիտեք, այդտեղ մի քիչ փակված տեղը, ու ինք ասում է, նոր տարի դուք չեք պատկերացնում Հայաստանում ինչպես նոր տարի անցկացնում ենք, դե պատմում է բանը ու հրավիրել է մի քանի հոգի, եկեք նոր տարի։ Մեր տունը ես ձեզի ցույց տամ, թե մենք ինչպես ենք տոնում այդ նոր տարի։ Նու նենց եղավ, որ ամեն մեկը տարբեր երկիրներից հիմա գնացել է։ Ես Կազախստան եմ ծնվել, են մյուս ընդեղ ինգերուիս Մոսկվա է, են մյուս Լենինգրադից է, են մյուսը Պրիբալտիկայից, ինքը հրավիրել է բոլոր։ Ու այդ եղանակի պատճառով նենց եղավ, որ մենակ ես եմ եկել։ Ну, գնացինք իրանց տունը, ծանոթացանք, в общем, տենց ոչ մի էլի սկզբից տենց բաներ չի եղել, որ մենք դե ամուսնանանք կամ այդ ժամանակ չի եղել։ 1991 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ բնակություն հաստատելու։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական եւ հասարակական գործունեությամբ։ Մարզել է նաև իր տղային, Նորայր Վարդանյանին, ով 2008 թվականին դարձել է ծանրամարտի Ամերիկայի չեմպիոն 94 կիլոգրամ քաշային կարգում։ 2009 թվականին Յուրի Վարդանյանը վերադարձել է Հայաստան։ Ես զգում եմ, որ ամուսինս ամեն անգամ ուզում է գնա Հայաստան։ Երբ որ տղաս попал в сборную Америки, ամուսինս հրավերք է ստացել, որ գա աշխատե երկրորդ տրեյներ։ Չուզեց, ասում է, ես մենակ եմ տղայիս հետ պարաբեմ ու հերիք է դե։
Հորեղբայրս թեև հպարտանում էր ինձնով, սակայն մշտապես կրկնում էր, որ բարձունքում մնալն ավելի դժվար է, քան այն նվաճելը։ Նա չէր ցանկանում, որ այդ հաջողությունից ու հայտնիությունից գլուխս կորցնեմ, խոստովանել է չեմպիոնը։ 2009 թվականին Յուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել այդ պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, այդ պաշտոնում մնալով մինչեւ 2017 թվականը։ Կյանքի վերջին ամիսներին բուժվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ կնքել է վահկանացուն 2018 թվականի աշնանը 63 տարեկան հասակում։ Լեգենդար մարզիկին հուղարկավորել են Երևանում Կոմիտասի անվան Պանթեոնում։ Когда уже мы жили в Грузии, ինքը հիվանդացավ դժբախտաբար ու շատ անսպասելի է ու չգիտեմ ինչպես տենց եղավ, որտեվ շատ ինքը արժանի չի այդ հիվանդությունը, բայց մենք դժբախտաբար չենք որոշում։ Ու սկսել է ստանալ բուժումները Վրաստանում, բայց հետո ինքը թույլ է զգացել, մենք նորից գնացել ենք տարբեր տեղեր, Գերմանիա ենք գնացել ենք Ամերիկա, նորից գանք ետ Վրաստան, բայց հետո ինքը հրաժեշտ տվեց իր աշխատանքի, ասեց, որ ես չեմ կարող դեր աշխատեմ ու մենք վերադարձանք, այսինքն ես իր հետ գնացինք Ամերիկա բուժումները, բայց այնտեղ տենց շատ տարապելով ուզում ենք օգնենք, բայց ինքը մահացել է։ Ես հպարտ ու ուրախ եմ, որ եղել եմ Յուրի Վարդանյանի բոլոր բարձրագույն հաղթանակների անմիջական ականատեսն ու լուսաբանողը։ Դա մեծ ուրախություն ու հպարտություն է ինձ պարգևում, բայց դե որ չկա մեզ հետ երկնային ծնունդը թող շնորհավոր լինի եւ շնորհակալություն նրան հայկական սպորտին եւ համաշխարհային ծանրամարտին մատուցած ծառայությունների համար։ Ծնունդը շնորհավոր լեգենդար Յուրի Վարդանյան։ Շատ եմ ափսոսում, որ նման փառահեղ մարդը, այդպիսի կենսագրություն ունեցող մարդը ընդամենը 62 տարեկան ապրեց։ Շատ կցանկանանք, որ ներկա լիներ նորից մեր հաճելի զրույցները ունենանք, վայելենք նրա ներկայությունը։ Յուրի Վարդանյանն իսկապես հանճարեղ մարզիկ էր։ Լեգենդ բոլոր ժամանակների համար։ Մենք բախտավոր ենք, որ եղել ենք այս աննախադեպ ունակությունների տեր մարզիկի ժամանակակիցն ու նրա դեռևս չգերազանցած նվաճումների ականատեսը։